Միշտ փորձել եմ ներկայացնեմ մի հատ կարևոր բան, թե մենք ինչի ենք միշտ նախընտրում այս զոդվող, պայկալինող խողովակներով մոնտաժն անել եւ ոչ թե այս սև խողովակներով, սև դետալներով։ Շատերը միշտ պատճառաբանում են, ասում են նայեք, ասում է բանի, օրինակ սա 32-ի դույմի, ասենց անվանեմ, դույմի խողովակա ձեռքս, որը փոքր այգիներ է, հիմնականում գլխավոր ջրի գլխավոր բանը մոնտաժի լինում է դույմից, այսինքն 32-ից։ Հիմա նախկինը նորից դույմով է եղել, բայց սև տրուբաներով։ Հիմա այս սրա ուղղակի զաուսենեսները հետն է, դրա համար ասած մի քիչ հաստերվում։ Հիմա իր պատի բարակությունը նայեք, խի եմ սա ուզում հատուկ որպես, չգիտեմ, ինչ ձև ներկայացնեմ, ապացույց ասեմ, թե տեղեկություն ասեմ, իմ ձեռքի մեջ ունեմ, նայեք, պլաստմասի խողովակը, պատերի հաստությունը, իր ամրությունը նայեք, որ ինքը չի ճկվում, կա նույն պլաստմասի պայկալինողի բանով, ֆոլգովը, տաք ջրի, սենց եմ ասում, մի քիչ թանկ է գալի ինքը, պարզապես իր առավելությունը մի փոքր նա է, որ դրամագիծը իր ներսի ավելի լայն է, այսինքն պատերը բարակ է, ներսը ավելի լայն է, բայց համեմատած ինքը էլի չի ճկվում, իսկ վերցնենք այս սև խողովակները, տեսեք, պատկերացրեք ինչի մենք առաջնային չենք նախընտրում սրանով, պատկերացրեք սրանով ավելի հեշտ ես աշխատում, պայկի ապարատ չես տանում առանց հոսանքի, ամեն տեղ որտեղ ինչ ուզում անում ես, պարզապես մենք մեր փորձից ելնելով միշտ սրանով ուղղակի անում ենք մենակ ոռոգման են առանց ճնշումի, այն սովորական գյուղական բաները, որ նասոսով չի, որ ոռոգման ջուրը գալիս է, հատուկ մոնտաժներ ենք անում, հարմարավետություն սարքում սրանով, որ համ էլ էժան նստի, այս խողովակները էժան է, բայց տեսեք, բացատրեմ ինչի համար, նայեք, այս խողովակների դետալները սրանք է, որոնք ամրացվում են, նայեք, սա ձեռքինս երևում է, չէ, որ ոլորված է եղել, ծեծված, ճմռված է եղել, իրա միացման գործողությունները այս դետալներով է լինում, որոնց մեջ, նայեք, քանի հատ դետալ է գնում, մի հատ ռեզին, հեսա ռեզինը մեջն է, սա խիեմ այս ոլորվածը ցույց տալի իմ ձեռքին, այսինքն շատ հաճախ լինում է տեղադրողը ճիշտ չի գցում իր տեղը, սենց մտցնում է ուղղակի, հետո սկսում է ջուր թողել եւ այլը, դրանք արդեն պատկերացրեք ինչ է առաջացնում, նասոսը տանթատ միանում է կամ ջրի կորուստ ես ունենում, թեկուզ լավ էլ իրան տեղադրես, սենց բաները իրանք երկար բացառվում է ծառայի, ռեզին է, նույնիսկ ավտոքշովները կհասկանան ինչա որ չորության մեջ մնա, հետո խոնավության մեջ մնա, երկար չի կարա ծառայի։ Սրանով նաև ցույց տամ, տեսեք, հիմա ուզում եմ ես կտրեմ այս բանի խողովակը, նայեք ոնց է սեղմվում, իհարկե մի փոքր պտտում ես, էլի կտրվում է, նայեք ոնց է սեղմվում, տեսնում ես, չէ, հիմա դու պատկերացրա, քո այգու մեջով այս խողովակով մոնտաժ ես արել, ծառերդ հաստանում են, նայ ոնց է սեղմվում, ձեռքիս վրա ցույց տամ, նայ, իրա փափկությունը, ես տենց նյութել ունեմ, որ ոնց է ծառի արմատը սեղմում, ճմռում եւ տրամագիծը փոքրացնում այս բանի։ Երկրորդ կարևորը, սա երբեք չի սեղմվի, երբեք չի ճմռվի, լապատկեն անմիջապես չի կտրի, իսկ սա մի հատ կպնես վռած կտրվում է։ Սրանով ուղղակի բացատրում եմ ես ինչու չեմ անում, թե հիմա ով ոնց է անում, դա իրանց գործն է։ Ինչու մենք չենք օգտագործում այգու մոնտաժը անելուց սև խողովակները։ Սև խողովակների կա շատ լավ տարբերակներ, այն հաստ պատերով, պիշևոյ, որ սրանից թանկ է գալի, մեջը սպիտակ է լինում, դուրսը բան, ու դա էլ կարաս պայկա անես, պարզապես պայկա անելուց ուշադիր լինես, որ խողովակը շատ չհալացնես, անցքերը չփակես, իսկ այս ձգովի դետալներով մենք կողմ չենք, գիտեմ հետևանքները, դրա համար եմ ասում մենք կողմ չենք։ Եվ մի կարևոր բան, խի հատուկ տրամագիծը ցույց տվեցի սրանց, նայեք, նասոսի վրա օրինակ բերեմ, խի եմ դա ասում, որտեվ շատերը արդարացնում են իրենց սև խողովակով քաշելու պատճառը, ասելով այսպես, գիտես թե ասում է տրամագիծը բանը, ասում են, ոչ թե ասում է, շատ փոքր է, այս պայկի անցքը փոքր է, իրոք ճիշտ են ասում, դրսով իրանք իրար հավասար են,
մի րոպե, նույնիսկ մկրատի կտրելուց կարայ մկրատո ճոճը եթե ձեռքս ազատաներ պտտելով անես, հենց սեղմելով չկտրեր, դա կարող է դիտեն, ասեն դե չկարած մկրատը բռնի դրա համար տենց եղավ, բայց սա երբեք չի ճմռվի։ Նորից անդրադառնամ կարևորին։ Նայեք, իրոք տրամագծով դրսով են սրանք երկուսն էլ 32 չափի։ Դրսով նույնն են, նայեք, դրսով նույնն են։ Իրանց տրամագիծը նույնն է։ Ներսով ջրատարի ներսի հատվածը սա լայն է, ավելի ջրատարողունակությունը շատ է, քան թե սրա, բայց հիշեք, նայեք, անդրադառնամ սրանով կարևոր բանի, նասոսա տեղադրված է, տեսեք, պարզ նայեք, նասոսի դուրս եկողը պալտարայա, տեսնում եք, մտնողը, կներեք, մտնողը, նայեք ինչ հաստ է դրած, խի, որ բաքից անմիջապես ինքը կարողանա հնարավորություն ունենա լավ ջուր վերցնելու։ Ինչ է կարծում, նասոսից հնող ավելի շատ ջուր է չէ լինելու, ավտոմատադրված, ավտոմատից վերև, էլի ինչի է դրած 32-ի։ Սենց բերեք տրամաբանենք, յուրաքանչյուրս երբ որ նասոս ենք տեղադրում նույնիսկ մեր սովորական ջրերին, նույն 20-անոց, 25-անոց խողովակներով, այսինքն տրիչ հետվերի կամ փոլդույմի խողովակներով, երբ որ տունը մոնտաժ է արած լինում, նասոս այդ նույն լիտրաժով, նույն սեղմված բարակ տրուբով շատ ջուր է տալի, հզորացնում է, ճնշում է ստեղծում, լիտրաժը ավելացնում է։ Այս է որպես ձեզ օրինակ, հիշեք, մեր գյուտը չի կամ մենք չենք հորինում ինչ-որ բան, ազատ լայն բանա դրած, որ լավ վերցի, ճնշում ստեղծի, նույն 32-ով դուրս է գալի։ Իհարկե, այգիներ կա շատ մեծ նասոս է դրվում, սրա դուրս եկողն էլ է մեծ, մտնողը ավելի մեծ է, դա միջին կամ փոքրիկ այգիների համար նախատեսված, որոնց գլխավոր խողովակը 32-ով է։ Սրանով ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ ջան, կարևորը գործի որակն է, հետագան է։ Սա ջրի լիտրաժը ինքը ապահովելու է, սրանով էլ, սեղմելու է քեզ ջուրը տա, բայց սա ճխլվելու է, ծառից, ինչ-որ գործողություն անելուց, եթե հոխոտդ նույնիսկ ավազային խառնուրդը ճիշտ չի, ծակոտկիներ անող սարքով ուզում ես ծակիր անես կամ ինչ-որ բաներ անես, մի հատ կպնում ես վնասվում է, իսկ սա երբեք չի վնասվում, երբեք չեմ ասում, ես իմ ինչը ամեն ինչի դիմանում է, պետք է հատուկ դնես կտրես մկրատով կամ լապատկով մի քանի անգամ խփես, նոր կտրվի։ Հիմնական նյութիս իմաստը սա էր ժողովուրդ ջան, որ մենք ինչու ենք սպիտակ խողովակներով անում, պայկա անում, դե գործերն էլ պարզ երևում է, ինչ ակուրատնի է արվում, ամեն ինչ նախատեսված է արվում, ստեղ էլ քանի որ ծածկելու են հետո եւ ինքը դաշտի մեջ է, մենք բան չդրեցինք, ոնց որ ընդամենը կրիշկի վերևը անցք բացեցինք, պարտադիր, որ համոտ խաղա, համար թե սպաբլավոկը փչանա, ինքը չորի կամ բաքը վնասի ճնշման տակ, որ ստեղից ավելորդ ջուրը լինի։ Իսկ եթե սա ավելի կուլտուրական տեղ ինչ որ ներսում լիներ, մենք ամենաբարձր կետից մի հատ ջրահեռացման տեղ կթողեինք։ Նորից այսքանը հիմնականում ինչ եմ ուզում ասեմ, գործը նույնն է գինը, թե խողովակով, թե պայկով, մատերիալով սա թանկ է գալի, բայց սա եթե նորից ասեմ, եթե ավելի որակով, հաստ պատերով, պիշևոյի բանով անես ու պայկով անես, սա ավելի թանկ կգա, քան թե սովորական այս սառը ջրի միջին որակի ամրության խի միջին, որտեղ սրանից բարակներն էլ կա, այդքան էլ որակով չի, խորհուրդ չեմ տալի, որ դրանով գործ անեն։ Հիմնական այսքանը ինչ անենք մենք միշտ նորից եմ ասում, ուղղակի հենց այնպես չենք ծավալացնում, բարդացնում, չենք թանկացնում մեր աշխատանքը, ուղղակի անում ենք նպատակային որակով արդյունավետ, որ ամեն ինչ ճիշտ ծառայի։ Այսքանը։